Քրիստոսի մարմինն եք և անդամներ առանց նավար։ Եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները։ Իսկ եթե մի անդամ հարավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Իմ սիրելի քույրեր և եղբայրներ Քրիստոս։ Սուրբ Հատեոս և Սուրբ Բարթոլոմեոս առաքյալների մեր ժողովրդի ավետարանախերների այս սրբազան մենք կրկին կանգնած ենք այն սրբազան հիմքի վրա, որ մեզ թաքցրել է այն, ինչ որ այսօր ենք, Աստուծո կողմից կանչված, Քրիստոսով վերածնված և հենց առաքյալների քարոզած հավատով ձևավորված մի ազգ։ Մեր հովանավոր առաքյալները Հայաստան եկան ոչ թե որպես քաղաքական գործիչներ, ոչ թե որպես նվաճողներ, այլ որպես ավետարանի քարոզիչներ, որոնց քարոզով էլ ծնվեց մի ազգ։ Այսօր մենք հավաքվել ենք խորը խառնաշփոթի և ցավի մի իրավիճակում։ Եկեղեցին ներսից վերավիրավորված է և դրսից ջնջումների տակ։ Հանրային անվստահությունը մեծ է, պետությունը մեղադրում է, եկեղեցին պաշտպանում է, կասկածն է լցրել մթնոլորտում։ Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է թագողությունների և կասկածների հոտորիկի մեջ, որոնք բջում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ քայքայություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը քաղաքական օրակարգերը վեր թասելով ավետարանից և եկեղեցու գործունեությունից կպաշտպանի նաև ոսկով ու հոգով։ Մեծ քայքայություն է նաև, որ բողբողված ոսկին պետք է պատասխանել բողբողման, մեղադրանքին մեղադրանքով, արհամարանքին արհամարանքով։ Բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ով ենք մենք։ Այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք։ Եվ հենց այդպիսի բախին է, որ Պողոս առաքյալը ասում է իր դիպուկ ճշմարտությունը։ Դուք Քրիստոսի մարմինն եք և յուրաքանչյուրը նրա անդամ։ Եթե մեկ անդամ տարապում է, բոլորը միասին են տարապում։ Իսկ եթե մեկ անդամ պայծառացնում է, բոլորը միասին են ուրախանում։ Առաքյալի խոսքերը մեզ օտար չեն։ Դրանք հնչել են մեր ժողովրդի պատմության յուրաքանչյուր տարում, մոտ 2000-ամյա, Պարսկաստանի, Բյուզանդիայի, խալիֆայությունների, սելջուկների, մոնգոլների, Օսմանյան կայսրության և սովետական միության ծանր տարիների։ Երբ մեկն են տարապում, բոլորը միասին են տարապում։ Մենք պահել ենք մեր թանկագին ազգն ու սուրբ եկեղեցին ոչ թե ուժով, այլ համատեղ տարապանքով, համատեղ հավատքով։ Մենք պահել ենք միմյանց անապատներից մինչև աքսորներ, մինչև ցեղասպանություն, մինչև լուր հալածանքներ։ Մենք չենք ապրել, որովհետև ուժեղ ենք, այլ որովհետև մեկ մարմին ենք, մեկ եկեղեցի, մեկ աղոտ, մեկ տեսիլ, մեկ հույս, խաչյալ և հարություն արած Քրիստոսում։ Եվ ահա այսօր, երբ ոչ մի օտար հզոր կայսրության չի արգելում մեր
ինքներս մեզ ենք խեղդում, մեր խոսքով, մեր կասկածներով, հերյուրանների տարածման, խմբավորություններով։ Եթե մեկը տարավում է, բոլորը միասին են տարավում։ Սա արագ չէ, սա իրականություն։ Քրիստոսի մեջ մենք պարզապես անհատների մի ամբողջություն չենք, ոչ էլ պարզապես ազգ, եթե անգամ այդ ազգը մեծ ու հպարտ է։ Մենք մեկ մարմին ենք, մեկ շուրջ, մեկ հույս, մեկ ճակատագիր ենք։ Երբ եկեղեցին մեղադրում է արդարացի թե ոչ, չարչարանք ենք գրում բոլորս։ Երբ մի հոգևորական առաքինության սայթաքի բոլորս ենք ցավովում։ Երբ պետությունը անցնում է իր սահմանները, բոլորս ենք դժում։ Երբ հոգևորականները փանդարկում են, դա խայտարարություն է ամբողջ ազգի համար։ Երբ մարդիկ խաբում են միմյանց, բոլորս ենք խոցվում։ Երբ ադելությունը տարածվում է շուքերով և էկրաններով, բոլորս ենք այրում։ Հետևաբար, երբ ժողովուրդը որևիցե կողմից ոլորվում է, վախենում կամ մտնում ադելության, պիտի վճռականորեն հրաժարվեն սլուցելու այն շահի ոցերը, որ վարվում են մեր մեջ, որպեսզի բոլորս միահամուռ չգլանվենք փոփոխված հրդեհում։ Մենք չենք կարող ձևացնել, որ մենք մարմին ենք, երբ մեր սեփական անդամներն ենք պատառոտում։ Այսօր Սուրբ Թադեոս և Բարտոլոմեոսի տոնին մենք կոչված ենք վերադառնալու մեր ամենաբարձր ինքնության, այն արժանապատվությանը, որ մեր առաքյալները ազում սերունդների փոխանցեցին։ Դա այս կամ այն հանրապետության քաղաքացիներ լինելը չէ, դա որևէ կուսակցության կողմնակից լինելը չէ, դա որևէ երկրային հաստատության պաշտպան լինելը չէ, այլ կենդանի Աստծո որդիները, մգրտված Քրիստոսով։ Որովհետև յուրաքանչյուր զրպարտության խոսք, յուրաքանչյուր վիրավորանք սոցիալական ցանցերում, յուրաքանչյուր արհամարհանք կրառում ոչ միայն մեղք է, այլ վերք է հաստված Քրիստոսի սուրբ մարմին։ Մեր շուրջը նայեք սիրելիներ, ուշադրություն դարձրեք մեր հասարակական խոսքի որակին, կասկածը, բարկությունը, գրեհիկ խոսքերը, անպատկար վիրավորանքները, սրանք առաջին քրիստոնյա ազգի ժողովրդի ձայնը չեն։ Ոմանք եկեղեցվող մեղքերը կամ ցախողումները օգտագործվում են արհամարհանքի արդարացման։ Ոմանք քաղաքական ճնշումները դարձնում են ատելության առիթ, մյուսերը սարում են տարբերության, հիասթափության կամ անտարբերության մեջ։ Բայց երբ մեր աչքերը հեռանում են Քրիստոսից, մենք անխուսափելիորեն ընկնում ենք մեր մարդկային ամենացածր վնասների գիրկը, որը ձևավորված է վախով, հարգության և բաժանման։ Խոնարհության փոխարեն զնվում է հպարտություն և անպարտավորություն, ճշմարտություն որոնելու փոխարեն բամբասանքի հաճույք, քտասրտության փոխարեն թշնաման, միաբանության փոխարեն բեգորներ։ Սա Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարտոլոմեոսի ժառանգությունը չէ, սա Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժառանգությունը չէ,
Սա մեր սրտերի ժառանգությունը չէ, ոչ էլ այն սերունդների ավանդն է, որոնք պահեցին հավատքը քարայրներում, անապատներում, փաններում, ցեղասպանության և աքսորի տարիներում։ Մենք կոչված ենք արևելին, մենք կոչված ենք ավելի բարձրին։ Մեր առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով։ Նրանք եկան միայն Հիսուս Քրիստոսի և իր թագավորության հույսով ու սիրով։ Եվ այդ ավետարան ընկած հեթանոսական զոհասերանների ներկում, ինչպես այստեղ ինձնից 10 մետր երկեր, հենց առաջին քրիստոնյա ազգ, ծնեց առաջին քրիստոնյա ազգ։ Սա մեր իրական գանձն է, սա է մեր ժառանգությունը, սա է մեր բարձրագույն ինքնությունը, սա է Հայաստանի հոգին։ Երբ եկեղեցին առողջ է, երբ հոգևորականները քաջ ու հավատարիմ հովիվներ և առաքյալներ են, երբ մենք բոլորս Քրիստոսի օրինակով ենք ապրում, Հայաստանը բարձրանում է։ Երբ եկեղեցին վիրավորված է, երբ մարդը մարդուն թեմ է դուրս գալիս, երբ մոռանում են Քրիստոսին, Հայաստանը դարանում է։ Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են մեզ, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակներ չեն, այլ հոգևոր հարություն, ինչպես նաև գարեկցության ադեղությունը հաղթելը և սրբության ապրելը և հավատարիմ մնալ այն միակին, որ շնորհում է մեզ կյանք, հույս և հավանականություն։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Նախ պետք է ապաշխարենք։ Պետական պաշտոնյաներ, հոգևորականներ, աշխարհականներ, ամեն մեկս պիտի քննենք մեր սիրտը։ Որտեղ սխալվեցինք, ում վիրավորեցինք, ինչ կամ ում հարաբեր դասեցինք ամենաբարձրյալի կարգից ու իշխանությունից։ Երբ ենք մենք եսպիսասիրական շահեր հետապնդել, ազգին և եկեղեցու փառավորության փոխարեն։ Երկրորդ, պիտի մերժենք բաժանման թույնը։ Չպիտի թողնենք, որ քաղաքական խոսքերը որոշեն մեր հարաբերությունները։ Միմյանց պիտի վերաբերվենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես մեկ մարմնի անդամներ, որպես Քրիստոսի հարազատ քույրեր և եղբայրներ։ Երրորդ, պիտի հիմնվենք ավետարանի վրա, եկեղեցին պիտի նորոգվի, ևս առավել սրբվի ու քաջ լինի, ժողովուրդը խոնարհ, աղոթող, հաստատուն։ Մենք հոգևորականներս գրկնապատկված ապավինության Քրիստոսին և նրա ժողովրդին, և բոլորս միասին պիտի վկայենք ճշմարտությունը, որ Քրիստոսն է, մեր խաղաղությունը, մեր լույսը, մեր միասնականությունը, մեր փրկությունը։ Սիրելիներ, մենք ժառանգներն ենք աներևակայելի, հրաշալի և անհավանական մի ժառանգության, բայց այս սերունդը վտանգի տակ է դուրում այն, ոչ թե օտարական թշնամական սրերից, այլ անտարբերությունից, բաժանումից, բարկությունից ու զանցարությունից։ Մեր սուրբ առաքելական եկեղեցին պարզապես հիացմունքի առարկա չէ, այլ կոչված է վերակենդանացնելու։ Չպիտի վերածենք այն թանգարանի, փառավոր անցյալի հուշարձանի։ Պիտի նորոգենք ու հաղորդենք նրան կյանք ու սեր,
որպեսզի Աստծու Սուրբ Հոգին կյանք հաղորդի նաև մեզ նրա սուրբ միջոցով։ Չպետք է թողնենք, որ մեր առաքելական Սուրբ Եկեղեցին վերածվի աշխարհի գառույցի, խճված անպետք վարչագործների, քաղաքական պայքարների ու քայքավիճ շեղումների, այն պիտի արժանացնենք Քրիստոսի մարմին, որ մենք ենք, որն էլ երկրի վրա աբացումն է Աստծո թագավորության, մշակելով հավաք, հույս և սեր։ Մեր ժողովուրդն ու ազգը երբեք չի պայծառանա առանց իր հոգու, իսկ Հայաստանի հոգին է մեր սուրբ առաքելական եկեղեցին, Քրիստոսով գլխավորված, որն էլ դոնախմբելով ապրում ենք այն ավետարանը, որ բերվեց Հայաստան Սուրբ Թադեոս և Սուրբ Պատերնոսի կողմից։ Իմ սիրելի ժողովուրդ, Սուրբ Թադեոսի և Բարտոլոմեոսի այս տոնին վերադառնանք մեր առաջին սիրուն Քրիստոսին, ով մեզ որդեգրեց մգրտության ավազանում, որ մեզ սնուցում է այս սուրբ սեղանից, ով անքակտելիորեն գաբում է մեզ մեկ մարմնի և մեզ դարձրել է թագավորության երանելի ժառանգներ։ Հիշենք, թե ով ենք մենք իրական, Աստծո սիրելի զավակներ, Քրիստոսի անդամներ, նրա սուրբ եկեղեցու կենդանի քարեր, և հավատով ու հույսով հիշենք Պողոս Արաքյալի փերբրալի խոստումը, և մեկը պատմում է, բոլորս միասին ենք ուրախանում։ Թող ամենակալ Տեր Աստվածը պահպանի և պաշտպանի հայ ժողովրդին, թող խաղաղություն, հաստատություն և բժշկություն տա հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, Սուրբ Թադեոսի և Բարտոլոմեոսի օրհնյալ բարեփոխության, այժմ և հավիտյանս։